Խաչիկ Մանուկյան։ Վաղաշապատում ընտրական քարոզարշավը շարունակվում է։ Հայրենիք կուսակցության Վաղաշապատի համայնքապետի թեկնածու բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ներկայացնում է իր ընտրական ծրագիրը։ Իմ ծրագրերը կազմեցի մարդկանց հետ շփվելով, ծանոթանալով, տեսնելով դրանք կենցաղային խնդիրներից սկսած նաև բարոյական արժեքներին էին վերաբերում։ Կենցաղային որոշ խնդիրներ իհարկե համայնքի միջոցներով էլ է հնարավոր լուծել, դրանք կապված են վերնանցումների հետ, որտեղ տեսնում եմ, որ իսկապես վտանգված է երեխաների այդ անցման պահը, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված լուրջ խնդիրներ, տեսա, այո, մենք պիտի տեխնոպարկ ունենանք, պիտի ունենանք ուրեմն համայնքապետարանում անպայման գյուղատնտեսական բաժինը, որը իր մեջ պիտի ներառի եւ անասնապահի ներկայություն, եւ գյուղատնտեսի, եւ խորհրդատուի կապված այն բանի հետ, որ գյուղացին երբ ներդրումներ անի, ֆինանսական կորուստներ չունենա։ Թեկնածուն առանձնացնում է արձանագրած խնդիրները, նշում, անցնելու դեպքում փորձելու են հետևողական լինել, դրանք արագ լուծելու համար։ Իմացա, որ մարդիկ չարչարվելով անգամ չեն կարողանում իրենց ապրուստը հոգալ։ Ուրեմն ստացվում է, որ ինչ-որ մի բան ճիշտ չի կազմակերպում, ուրեմն պետք են խորհրդատուներ։ Մանավանդ մենք հիմա տեսնում ենք բոլոր ոլորտները պրոգրեսիվ աճ են գրանցում զարգացման իմաստով եւ անընդհատ փոփոխությունները տեղի են ունենում։ Մենք պիտի կարողանանք համարժեք քայլել, ինչ շատ մոտեցան եւ ասացին այդ փոքր բիզնեսների խնդրի հետ կապված, որոնք կարծես փակվելու վտանգի առաջ են կանգնում։ Մենք շատ լուրջ պիտի ուսումնասիրենք դրանք եւ նաեւ խնդիրը ներկայացնենք ազգային ժողով, որպեսզի վերանայեն այս հարցը։ Հայրենիք կուսակցությունն ունենալու է հիմնադրամ դրսում բնակվող էջմիածնեցիների աջակցությամբ, թե որտեղ են ուղղվելու գումարները, ներկայացնում է Խաչիկ Մանուկյանը։ Հայտարարել եմ, որ ունենալու ենք հիմնադրամ, որը պիտի հոգա քաղաքի այն խնդիրները, որոնք այլևս հնարավոր չէ, ասենք համայնքային բյուջեի սահմաններում լուծումներ տալ։ Այստեղ հիմնականում հենց արցախցիների հարցն է, ես պատրաստվում եմ ստեղծել այն թաղամասը, որտեղ պիտի շենքեր կառուցենք։ Էջմիածին քաղաքում եւ հարակից գյուղերում ասֆալտի, կոյուղու, ջրափոսերի խնդիրներից զատ կա նաեւ մշակույթի տների, մանկական խաղահրապարակների եւ մանկապարտեզների կարիք։ Հայրենիք կուսակցությունն իր շեշտադրումներն այս ոլորտում է իրականացնում։ Ես լինելով մշակույթի մարդ, ինքս ուզում էի հասկանալ, գործում են այդ պալատները։ Դրանք ես հիշում եմ սովետական շրջանում շատ ակտիվ գործունեության մեջ էին, թատերախմբեր էին ուրեմն շրջագայում, գրողական հանդիպումներ էին, ինքս շատ գյուղական վայրերում իմ երիտասարդ հասակում եղել եմ հանդիպումների, մասնակից եմ եղել, եւ դրանք իսկապես փոխադարձորեն հարստացնում էին մեզ։ Ես իրենցով, իրենք գրականությամբ, մի խոսքով, հիմա այդ ամենը չկա։ Ընտրական քարոզարշավը եւս 2 շաբաթ կշարունակվի։ Տեխնացուները դեռ կհասցնեն ծանոթանալ խնդիրներին եւ բնակիչներին կներկայացնեն իրենց ընտրական ծրագրերը։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։